Պարոն Վարդանով, արդեն կես ամիս է շարունակվում է Իրանում պատերազմը Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից սանձազերծված, նպատակները հայտնի են, Միացյալ Նահանգները ուզում է իրեն ենթակա իշխանություն, միջուկային ծրագրի տապալում, նույնը նաև Իսրայելը, այս օրերի դիմադրությունը Իրանի ինչ է ցույց տալիս, Իրանը կարողանալու է շարունակել պայքարել այս երկու պետությունների դեմ, թե չէ, մինչև վերջ։ Դե նախ հայտնի են, եթե ասելով նկատի ունես, որ բանա, ասենք հայտարարածնա, էդի չի, իրականում նավթնա ու շատ հասկանալի է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները փորձում են մոնոպոլիստ դառնան աշխարհում մեկ, Վենեսուելայի նավթին տիրելուց հետո, որ Իրանի նավթը գումարվեր նաև, ասենք, Տեխասի, ասենք, Ալյասկայի և մեքսիկական ծովածոցի նավթին, դա հսկայական տոկոս էր դառնում, ինքը արդեն գնի թելադրող էր ելնում, ռուսական նավթը արգելանքների տակ եւ այլն։ Էդ է իրական բանը։ Միջայլոց էս, որ նավթային օբյեկտներին Ամերիկան չի խփում, էդ էլ էլի, ասենք դրա մասին խոսում, որ ինքը ուզում է դրան տեր կայնի։ Եթե ինքը դա քանդի, հետո շատ ավելի թանկ առնելու է այդ ամեն ինչին տեր լինելը։ Ու քանի հատ էլ խփել են Թեհրանի կողքը, դա Իսրայելն է խփել։ Իսկ որ վերցնենք Իրանը ի վիճակի է դիմադրել, իհարկե։ Դիմադրել հնարավոր է անգամ քարեդար, ասենք, երբ որ քեզ քարեդար են իջացնում, ասենք զարգացվածության մեջ տարածքի կամ պետության։ Աֆղանստանի փորձը հիշենք։ Աֆղանստանը 75 թվականից քաղաքացիական պատերազմը սկսելուց հետո ավելի տաք փուլ 77 թվից հետո հեղափոխություն 77 հետո հեղափոխություն կարծեմ 79-79-ից սովետական զորքերի խառնվել հետո 2001 թվական ամերիկյան բանը ինտերվենցիան սովետի ինտերվենցիան իրանց համար դաս չեղավ էլի ասենք քան տասնյակ տարի անում արդեն 50 տարի ասենք պատերազմների մեջ է կարելի ասել անընդհատ ամբողջությամբ քարի դարի մեջ է հայտնվել, բայց իր դիմադրողականությունը քանի որ բարձր է, պատերազմը ընդհանրապես պիտի հասկանանք, որ բանի մեջ է, էլի, պարտվել չպարտվելու մեջ ավելի հաղթողը ինչքան էլ ուզենա, ինչքան էլ կարանա, ինքը չի հաղթի, եթե պարտվողը չուզենա պարտվել։ Այս պարտությունը ցանկացած բանա պարտություն կողմի մեջ է, եթե դու չես ուզում պարտվես, դու չես պարտվի, ոչ մի պարագայում չես պարտվի։ Բայց նաև կարողություններ են պետք, չէ՞։ Աֆղանստանի կարողությունը ո՞րն է։ Այն որ ռուսական գեներալը, ասենք, գեներալ գնդապետ, չեմ հիշում ոնց էր ազգանունը, այո էր։ Բանը ասել էր, այս լայն շալվարներով եւ բանը տապոչկեքով տղամարդկանց ուրեմն մենք չենք կարում ծեծենք։ Հա, չես կարում ծեծես։ Որովհետեւ չի ուզում պարտվել ինքը։ Աֆղանստանի, ասենք, դիմադրության այն ժամանակ մոջահեդների մասին է խոսքը։ Երբ որ քաղաքացիական են անում, այդ վաղ արդեն իրանք մոջահեդ չեն, բայց երբ որ դիմադրում են գյաորներին, մոջահեդ են լինում։ Ըստ իրանց կրոնի։ Հիմա Իրանը ասում են նաև հոպի խնդիր ունի։ Այո, հենց գլխանցել ուներ։ Հիշենք վերջապես, որ սրանից կես տարուց ավել ժամանակ անցել, մի տարի բայց չկա, հունիս ամսին էր կարծեմ, անցած տարվա, էլի նման պատմության մեջ էր, չէ, հարասլավական սցենար փորձեցին գլխներին խաղան, ռմբակոծությունով ինչ-որ հարցեր լուծեն, ու հոպը բնականաբար առաջի տուժողն է, երբ որ իր վրա օդային հարձակում է լինում, որտեղ մենամարտը օդի եւ, ասենք, հոպի միջև է լինում։ Բնական է, մասամբ դուրս էր, ասենք, խաղից։ Ոնց որ Արցախում Արցախի պաշտպանության բանակը առաջի հարվածը իր վրա ընդունեց հոպը, մինչև 40%, ասենք, վնասված էր Արցախի հոպը, եւ հետո արդեն բավականին ծանր էր օդային հարձակումների դեմ առնել։ Նույնը Իրանն է, բայց եթե ժամանակակից, ասենք, ավիացիան կարողանում է լուրջ հարվածներ հասցնել, այդ լուրջ հարվածները 20-րդ դարի սկզբից էսկոմ բավականին կետային են դառել, հզորացել են, բայց կետային են դառել։
Եթե առաջ ասենք գորգային հարձակում են ասում ռուսերեն կավրովի բամբարդիրովկին։ Ռմբակոծիչները գալիս էին հարյուրներով ու ասենց հեղեղում էին կրակը, ասենք քաղաքի վրա, այտենց երկրորդ համաշխարհայինի ժամանակ անգլիական եւ ամերիկյան օդուժը Համբուրգը ուղակի այրեց Համբուրգ գերմանական քաղաքը ծովի ափին գտնվող 200,000 շենք էր վնասվել, բերնով ես ասում 200,000 շենք այրվել էր, ամբողջությամբ ասենք ավերակների էր վերածել։ Հիմա այտենց բան չես կարող անես։ Հիմա ամբողջ ամերիկյան բանը, ամբողջ ես ինչքան հարվածներ է հասցրել, եթե սաղ սենց կպցնես իրար, հələ մի 10 անգամ ավել պետք է ծախսի, որ Թեհրանը ասենք ամբողջությամբ այրի։ Այ Գազան օրինակ, ինչի համար է Գազան այտենց ծանր վիճակում։ Իրան ռմբակոծել են, հա, քիչ, ավելի շատ հրետանային հարձակումների են ենթարկել եւ հրետանային հարձակումներով, ասենց սիստեմատիկ, ասենց շենքերը բլելով, անգամ մի հարգանի շինությունները հողին հավասարացնելով Գազայի սեկտորը Իսրայելը բան անում էլի, ամբողջությամբ նույնիսկ քարեդար չի տանում, մեզոզոյան էրայի մեջ է մտնում էլի։ Ամերիկան եւ Իսրայելը շատ ավելի այդ առումով դժվար վիճակի մեջ են, էլի, որպեսզի հաղթեն նախ իրանք պիտի ոչնչացնեն այդ ժողովրդին, որովհետեւ շատ սխալ ճանապարհով գնացին։ Իրենք կրկնում են նաև մեր սխալները, երբ որ մենք մտածում ենք, որ թուրքը մեր պես մտածելակերպ ունի։ Այդպես չի։ Ամերիկացին էլ մտածում էր, հեսա սուպերմարկետը կվառեմ, իրանք սովից կմեռնեն, խոսքի։ Կառավարությունը գլխավոր մարդկանց կոչնչացնեմ, բանակի կառավարման եւ ասենք պետության քաղաքական կառավարման գլխավոր պաշտոնյաներին վերացնեմ ու միանգամից իմը կդառնա այդ երկիրը, այդպես չէ։ Միգուցե Ամերիկայում այդպես լինի, բայց Իրանում այդպես չի կարա լինի։ Հիմա այս ընթացքը ինչ է ցույց տալիս, ավելի բան է գնում, հա, այսպես հանգուցալուծման է գնում իրավիճակը, ըստ ձեզ, թե դեռ խորանալու է։ Խորանալու է Ամերիկայի միակ ձևը նավթին տիրելու, այն էլ Իրաքի սցենարով չէ, շատ ավելի ծանր սցենարով գնալու, դա ցամաքային օպերացիան է, դա մարտի դաշտում նաև ցամաքում բանակը իրանական ոչնչացնելու խնդիր պետք է իր առջև դնի, հարձակվելու համար ինքը ունի շատ կոնկրետ ուղղություն, ընդամենը մի ուղղություն ունի, արևմտյան եւ հյուսիսարևմտյան ուղղությունը, ուրիշ տեղից ինքը չի կարող արձակվի, հյուսիսային եւ հյուսիս արևելյան ուղղությունները չինական ազդեցության տակ են, արևելյան ուղղությունը մոլերանտ մուսուլմանների ձեռքում եղած պետությունն է Աֆղանստանը եւ մոլերանտ մուսուլմանական բնակչություն ունեցող Պակիստանն է, բացառվում է, որ այնտեղից իրանք ցամաքային օպերացիա սկսեն, իրենք կարան Իրաքից էլ չեն կարա, դա բացառվում է, որտեվ Իրաքում հսկայական, ասենք, տոկոս բնակչությունը շիա է, այս 90 թվականից այսքան մշտապես պատերազմների մեջ գտնված, նույնիսկ կարելի է հիշել Իրանա-իրաքյան պատերազմը, այդ դեպքում ստացվում է 80 թվականից այսքան մշտապես պատերազմի մեջ եւ մոլերանտ շիա, ասենք, բնակչություն ամբողջությամբ, եթե չէ, մեծ խմբեր կա բնակչության, համապատասխան զինված ուժերով, իսկ Դաիշ իգիլի դեմ դիմադրելուց ձևավորվել է շատ հզոր, աշխարհազոր ցեղերի, քաղաքների, կրոնի ուղղությունների, կարճ ասած, հա, մեկ էլ դեսանտային ուղղությունը կա հարավից, բայց դա պիտի հասկանան, ասենք, մեր լսողները,
որ դեսանտային ծովային մի քիչ ավելի շատ է հնարավոր իջեցնել, քան օդային դեսանտը, բայց մեկ այլի շատ սահմանափակ է, դու չես կարա անսահմանափակ դեսանտ իջացնես։ Երկրորդ համաշխարհայինի ժամանակ դեսանտային բանի պատրաստությունը Նորմանդիայի վրա Պադեկալեից մինչև Նորմանդիան ու Անգլիայի դիմաց ֆրանսիական ափ իջնելու վրա 2 տարի մշակում էին, որ օպերացիան քիչ պրոբլեմներով իջնի, այն էլ իջնելուց հսկայական պրոբլեմներ ունեցան։ Ես պրոբլեմներ ասելով հեչ հակառակորդի հակազդման հետ չեմ։ Բնություն, քամիներ եւ այլն, դեսանտը բավականին բարդ բան է եւ ուրիշա ուղարկես փոքր կամ համեմատաբար փոքր դիվերսիոն խումբ կամ ջոկատ հակառակորդի թիկունք դեսանտային օպերացիայով օդային թե ասենք ծովային ուրիշա զորք էքսպեդիցիոնի կորպուսն էլ իրան որ իջավ ինքը պետք է ամենաքիչը երկու ուղությունից ամեն ուղությունը լինի 100-ից 250 հազարանոց խմբավորում, եթե դեսանտային վեկալ ենք։ Մի ուղղության դեպքում 250 հազարով, ասենք, քչություն կանի, եթե մի ուղղությունով է 300-ից 350 հազարանոց, այդ խմբավորումը ձևավորել արդեն ամիսներ է քաշում։ Հիշենք այն ժամանակ, երբ որ ավելի հեշտ էին հպատակվում Ամերիկային, նոր սովետի պարտված վաղ 90-91 թվականին կոալիցիան հավաքվում էր կարծեմ 2.5 ամիս Սադամ Հուսեյնը երբ որ Քուվեյթ մտավ 90 թվականի վերջ 2.5 ամիս հետո մի կերպ կոալիցիան հավաքվեց եւ ոչ թե Իրաք մտան, այլ Քուվեյթ մտան ազատագրելով Քուվեյթը մոտավորապես 12 տարի, 13 տարի ավելի շուտ, 12-13 հենց բուն Իրաք մտնելու, ասենք, օպերացիայի բանը էլ չանդրադառնամ։ Էնի ընդհանրապես կես տարի էին ձևավորել։ Հավանական բանը ուղղությունը Թուրքիա օկուպացված հայկական հողերից է հնարավոր ցամաքային օպերացիան եւ դրա նախապատրաստական նշանները բոլորս տեսանք։ Կեղծ հարձակումներ օդային Նախիջևանի վրա, օկուպացված Նախիջևանի վրա, թուրքերի կողմից օկուպացված հայկական Նախիջևանի վրա եւ հարձակում օդային կեղծ Իրանի կողմից, կեղծ եմ ասում, որտեղ դա Իրանը չէր, թուրքական տիրապետության տակ եղած արևմտյան օկուպացված արևմտյան Հայաստանի հատվածում, ասենք, այդ հարվածները որը որ Նախիջևանում եղավ, իսկ Թուրքիայում օդում խփվեց։ Ինչի համար եմ ասում կեղծ եւ համոզված եմ որ կեղծ է, հայտնի չի, բայց ասում են Իրանից է եկել, դա ոչ մեկ չի։ Դա կապ չունի։ Մենք վերջապես հիշենք, չէ, որ ասենք Իրանում շատ խորը ներթափանցված են իսրայելական եւ հնարավոր է նաեւ ամերիկյան գաղտնի ծառայությունները։ Եվ մեծ պրոբլեմ չի, ասենք, մի դրոնել Իրանից ուղարկել, ասենք, եթե իրանք կարողանում են անմիջապես, ասենք, պաշտոնյան նշանակվում է 2 օրից այդ պաշտոնյային վերացնեն։ Անցած տարի դա հիշում ենք, չէ՞ ոնց էր։ Նոր նշանակում էին, նոր խփվում էր։ Նշանակում էր, խփվում էր, նույնը հիմա էլ, ասենք, կրկնվեց։ Դա միայն ու միայն շատ խորը ներթափանցած եւ ներկայացված հատուկ ծառայությունների պարագայում է հնարավոր։ Հիշենք վերջապես, որ ասենք ոնց բանը սրանից 2 ամիս ու կես առաջ բաներ եղավ ցույցերը անզեն ցուցարարները մեկ էլ հոպ դառան բանա զինված ցուցարարներ։ Դա բարձ չի, որ ասենք առանց ագենտուրայի չէր ստացվում։ Նույն ձևով ագենտուրան շատ հանգիստ կարա ասենք թեկուս իրենց փոխանցած ուրիշ տեղ Ուկրաինաներում շատ կա, չէ, Գերան բանը անոնով շախեդներ։ Շատ կա։ Ուկրաինացիք հսկայական քանակ, ասենք, խոցել են, հսկայական քանակ չէ, բայց զգալի քանակ էլ իջացրել են իրանց մոտ եւ դա փոխանցվեր Իսրայելին կամ Ամերիկային եւ այնտեղ որոշ մանիպուլյացիաներից հետո, ասենք, բանը տեղափոխելու բանի հետ եմ
տեղափոխվել Իրան եւ Իրանից ուղղորդվել Լավ, որտեղ կեղծ հարվածները Նախիջևանին տվեցին, որ ինչի համար հող նախապատրաստվի։ նախապատրաստեն հարձակման համար Իրանի վրա։ Միակ հնարավոր տարածքը հարձակվելուց դու պետք է մեջքիդ հետևը ապահով բան ունենաս, թիկունք ունենաս։ Այնքան կարևոր է ապահով թիկունքը, որ Ռուսաստանը հիշում եք, որ Ռուսաստանը, Ֆրանսիան եւ Ամերիկան թույլ տվեցին, որ Արցախի վրա թուրքերը հարձակվեն 20 թվականին։ Ես մինչև 22 թվականին Ռուսաստանի Ուկրաինայի վրա, ասենք, հարձակվելը չէի հակարում հասկանալ, լավ, Ֆրանսիան հասկանալի է ինչի համար թույլ տվեց, Ամերիկան հասկանալի է, Ռուսը ինչի համար թույլ տվեց, որտեղ իր ազդեցությունը ստե թուլացավ։ Այ Ուկրաինայի վրա հարձակվելուց պարզ դառավ, որ ինքը իր մեջքը ապահովեց խախանդությունով, որ կոնֆլիկտային չլինի, ոչ թե իր հետ, այլ ընդհանուր որ խախանդ լինի։ Եվ ինքը կարողանա նորմալ թիկունքը օգտագործել։ Թիկունքի մասին շատ չմտածի, ուժեր չպահի տարբեր ուղությունների վրա, առաջնագծից դուրս։ Բայց կարծեք այդ թեման փակվեց, խոսեցին Ալիևն ու Փեժեշքյանը եւ որոշեցին ընդհանուր հետաքննել, հասկանալ ինչ ա եղել։ Հա, երևի փակվեց նաև, ասենք, Տրամփի ներկայացուցիչների եւ Խոմեյնիի ներկայացուցիչների բանակցելը, երբ որ եկան ընդհանուրի, չէ։ Հիշում եք, չէ՞, այդպես բան ա եղել։ Ամենայն դեպս դիվանագիտական ծառայողը Օման պետության, որտեղ որ բանակցություններն էր գնացել, ինտերվյուի մեջ ասել էր, որ ինքը անգամ գնացել էր գրիչներ առնելու այդ պատմական փաստաթուղթը ստորագրելու համար։ Համաձայնության էին եկել ամբողջությամբ։ Գնացել էր, այս մարդը գրիչ առներ, որ մարդիկ ստորագրեն, հետո դնեն իրանց դեպքում։ Ադրբեջանի հետ դեռ հարցը փակված չի, այս թեման։ Թուրքիայի հետ է փակված, չէ՞, որ Էրդողանը ասում է ոչ մի դեպքում, բան, այդ չի նշանակում, որ ոչ մի դեպքում։ Բաքվի թուրքերը հարձակվելուց որոշակի գառանտիաներ պիտի ունենան, որ նաև Անկարայի թուրքերը կմասնակցեն այդ հարձակմանը։ Էդի հələ իրանց տերերը պետք է բան անեն, էլի, Անգլիան եւ Ամերիկան, ոնց որ ասած, դրթողները։ Բայց հավանական ուղղությունը մնում է Ադրբեջանը ցամաքային հարձակման։ Միայն հյուսիս արևմտյան ուղղությունը, որ դուք շփոթվելով Ադրբեջան եք ասում, դա քիչ է, դրա դեմը հեշտ կառնեն։ Ինքը օդային դեսանտի պես նեղ գիծ ալնում ու ամբողջ իրանական զինված ուժերը, ոնց որ ասած, կզսնելու համար, ստորացնելու, ոչնչացնելու համար շատ քիչ է այդ նեղլիկ հատվածը։ Պիտի լինի Բաքվի թուրքերի տիրապետության տակ եղած, ասենք, օկուպացված հայկական հողերից հարձակում եւ Անկարայի թուրքերի ձեռի տակ եղած օկուպացված արևմտյան Հայաստանից հարձակումը, որպեսզի հնարավորություն ստանան ջախջախիչ մարտեր ունենան, ասենք ջախջախիչ հարվածներ հասցնեն իրանական զինված ուժերին։ Օդով դա հնարավոր չի։ Մեր լսողների մի մասը սովետի ժամանակ ապրող մարդիկ են եւ կհիշեն սովետական մի հատ հայտնի սերիալ կար Գառնան 17 ակնթարթ Շտիրլից գնդապետի մասին, որը որ սովետական հետախույզ էր։ Այ բանա Շտիրլիցը գնացքի մեջ հանդիպում է մի գեներալի գերմանական, որը Ամերիկայի մոտեցումների մասին շատ հետաքրքիր բառեր ասում է, այս ամերիկացիք ասում է դեբիլ են, մոտավորապես էլի, այդպես առած չեմ հիշում։ Իրանց կփչացնի հենց իրանց տեխնիկան, իրանց կործանման եզրին կբրդի հենց իրանց տեխնիկան։ Իրանք մտածում են, թե հնարավոր է ռմբակոծելով պատերազմ վերջացնել։ Բայց այդ ցամաքային սուտ մտածելակերպը, չնայած իրանք կարողացել են այդ մենակ ռմբակոծելով, գրեթե մենակ ռմբակոծելով երկու հատ հարց լուծեն։ Մենակ ռմբակոծելով Հարասլավիայի հարցն են լուծել, իշխանափոխություն են արել։ Սրանից մոտավորապես 17 տարի առաջ եւ սրանից մի 15 տարի առաջ Լիբիայի ռմբակոծելով եւ սպեցնազ մտցնելով, զինելով ապստամբներին կարողացան ընդեղ էլ իշխանափոխություն անեն։ Հարասլավյան քիչ թե շատ ցիվիլ վիճակով բան եղավ, իշխանափոխություն եղավ, իսկ բանը վայրենի քաղաքացիական պատերազմի մեջ է առեսօր
այն շատ մանր խմբավորումները մի կերպ եկել դարել են 3 հիմնական խմբավորում՝ արևելյան, արևմտյան եւ հարավային։ Լիբիան միջև օրս 15 տարի է չի հանդարտվել, բայց ինքը նավթին տիրել է Լիբիայի։ Իսկ այդ բանը ինչքանով է իրատեսական ցամաքային օպերացիան։ Ցանկացած պահին կարան որոշեն, որ դա իրագործելի է եւ երբ որ իրանք որոշեն, մենք մոտորապես մի 10, 15, 20 օր հետո կսկսենք հասկանալ, որ դա արդեն սկսում է։ Այ ոնց որ նավատորմը երկար ժամանակ գալիս էր, ձևավորվում էր, խաղաղ պայմանների համար Ավրահամ Լինկոլնի կողքը պայմանական պետք է 4 նավը լինի, ասենք եւ 2 հատ տրալշիկները լինեն, որ ականների դեմը, բայց ինքը եկավ կանգնավ ու սպասեց մի 4 հատ էլ ուրիշ նավ գա, մի 5 հատ էլ ուրիշ տրալշիկ գա, բանը դա արդեն պատերազմի նախանշաններ էր։ Մինչև եթե կողքինները չեն գալի, այնի ավելի շատ բլեֆի է նման, որ պոկերային բլեֆ արել, բայց երբ որ կողքի նավերը գալիս են մի հատ ավիակիր պաշտպանելու, դա արդեն պատերազմի նախանշաններ է։ Նույն ձևով նախանշանները, որ Բաքվի հանրապետության եւ Անկարայի հանրապետության կողմից հարձակումը կոնկրետանում է, ցամաքային պատերազմը հասունանում է, կտեսնենք ու ասեմ, այդ սցենարը մեր համար շատ սարսափելի հետևանքների կարա բերի։ Ինչ կարող է լինել։ Մենք կարանք կորցնենք Վայքը եւ Սյունիքը, որովհետեւ պատերազմել կղզյակներով շատ դժվար է եւ չի բացառվում թուրքերը պահանջեն թույլտվություն իրանց շեֆերից, Անգլիայից, Ամերիկայից, այն երկու թուրքը, ասեն ուզում եք, որ մենք հարձակվենք, կռվենք, մեզնով եք, ուզում եք մենք այս տարածքի ուկրաինացին լինենք, հարց չկա, դե Սյունիքը մեզ անհրաժեշտ է, որ մենք ընդհանուր մի ճակատով լինենք, թեկուս արենդայով, թեկուս մի տարով, 2 տարով, 5 տարով, ու այնտեղ ռազմական, ասենք, կառավարությունը լինի թուրքական։ Դա շատ լուրջ վտանգ է իր մեջ, ասենք, մեր համար պարունակում։ Բայց երբ Հայաստանը հայտարարել է, որ մասնակցություն չի ունենալու, այդ վաղ Հայաստանի հայտարարությունը քանի լումա է արժելու, դրամ էլ չեմ ասում, քանի լումա։ Ինչ-որ մարդ կա, որ մտածում է Կատարից ավելի շատ փող ունի, թե, ասենք, Միացյալ Էմիրություններից ավելի ազդեցիկ երկիր է, հա, այտենց մարդ կա, որը այտենց հիմար է, այտենց է մտածում, հուսանք այդ աստիճանի էշ չկա երկրում, որ մտածի, որ մենք Դուբայից ավելի հարուստ քաղաք Երևանում ենք, ավելի ազդեցիկ աշխարհում բան։ Դուք ես ընթացքում անդադ ասում եք օկուպացված Արևմտյան Հայաստան, օկուպացված Արցախ, մտավախություն չունեք, որ ձեր այդ հայտարարություններով պատերազմ եք հրահրում։ Ոչ, իհարկե, որովհետև գլխավոր պատերազմ հրահրողը ընդեղից անպատասխան հայտարարում է Արևմտյան Ադրբեջան հասկացողությունը, այդ հասկացողությունը ասենք շղարշով փռում է Հայաստանի վրա դասագրքերի մեջ, ասեմ ձեզ։ Գոնե մի հոգի պետք է լինի պատասխան տվող։ Ինքը շատ տասնյակ տարիներ խանքենդի է ասում, գոնե մի հոգի պետք է լինի, որ իրանց հակադարձելով ասի ինչ զանգելան, կովսականն է, ինչ քելբաջար, քարվաջարն է։ Բայց այս երկրում մի հոգի է, չէ՞, արտաքին քաղաքականությունը վարում։ Արտաքին քաղաքականությունը մեկն է, ուղղությունը չկարա բազմաուղղություն լինել։ Ես պետական պաշտոնում չեմ զբաղվածում, չնայած եթե զբաղացնեի դժվար իմ բառապաշարը, ասենք, փոխվեր։ Որ զբաղացնեի հաստատ իմ պաշտոնի հզորություններով, ասենք, կստիպեի, որ բոլոր ժուրնալիստները Ադրբեջան բառը չօգտագործեն ընդհանրապես Արաքսի հյուսիսից գտնված հողերի վերաբերյալ։ Ես էլի կլինեի այն ինչ որ կամ հիմա։ Հիմա ինչու է այդ դեպքում վարչապետը։ Ասեմ, ես պաշտոն կորցնելուց վախեցող երբեք չեմ եղել, էլի, որ ասենք ինձ դրա սպառնալիքով ստիպեն ես իմ սկզբունքները
փոխեմ։ Հիմա ինչու է դա ամենաբարձր մակարդակով Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացվում պատերազմի ինչ-որ պատերազմ ստեղծելու իրավիճակ, երբ որ Արցախի մասին են խոսում, թեկուզ պետական պաշտոնյաները, որոնք արտաքին քաղաքականություն վարելու մեջ ներգրաված չեն, ինչ-որ թանգարանի տնօրեն են, այս դեպքում Ցեղասպանության ինստիտուտ թանգարանի տնօրեն, ինչ է դա փորձում օրակարգ դարձնել, ըստ ձեզ։ Շատ ավելի կարևոր իմ համար թվացող, սրանից մի 4 ամիս առաջ Հայաստանի Հանրապետության ղեկավարը միջազգային կոնֆերանսի ժամանակ ավելի կարևոր բան հայտարարեց։ Երբ որ այդ կոնֆերանսին ես էլ եմ ներկա եղել, երբ որ Հայաստանի Հանրապետության սևերի եւ սպիտակների ղեկավար վարչապետը հայտարարեց, որ իր ծանոթը գնացել է ռազմական հավաքների ու իրեն զանգել է, թե հանդիպել է, լավ, ոնց մանրամասն չեմ հիշում, եւ հիացած էր, աննախադեպ իրականում, մենք շատ աննախադեպ բառը շատ ենք օգտագործում տեղին անտեղին, բայց իրականում աննախադեպ ռազմական, ասենք, հավաքների է մասնակցել 25 օրյա, ամեն ինչը հոյակապ, ասենք, ուսումնական process-ը, հետո մարտական հերթապահությունը եւ դե վարչապետը ասեց, բայց այդ հասարակական կազմակերպությունը, որ այդ հավաքները անցկացրել է, ինքը անունը չտվեց ՈՄԱ-ի, բայց այդ հավաքները ՈՄԱ-ն անցկացրել Պաշտպանության նախարարության հետ համատեղ։ Եվ այնտեղ ուրիշ մասնակիցներ էլ կային, բայց ուսումնական process-ը ղեկավարությունը բան այդ սա ՈՄԱ-ի վրա էր։ Բայց մեր հետ կիսում են իրանք մեր ստրատեգիական ուղղությունը։ Ինքը դրանով ասեց, որ ով մեր հետ ստրատեգիական ուղղությունը, որ ես չեմ հասկանում, որտեղ է այդ ստրատեգիան, չի կիսում, այս երկրում չի կարա ոչ մի պաշտոն զբաղեցնի։ Դա շատ ավելի կարևոր էր, քան մի հատ պաշտոնյայի, որը որ ասենք բանի հետ տեսնվել կենթանի թանգարանային նմուշ Վենսի հետ եւ ինչ որ գիրքը նվիրել։ Այդ հայտարարությունը, որ ով մեր հետ չի կիսում մեր ուղին Հայաստանի Հանրապետությունում ոչ մի բան անելու իրավունք չունի, դա շատ ավելի կարևոր էր, որը լրատվամիջոցները այդքան ուշադրություն չդարձրին։ Հիմա դրանից այդ հայտարարությունից հետո ձեր գործունեության սահմանափակում նկատվել է, թե ոչ։ Մեզ սահմանափակում են 14 թվականից անընդհատ, բայց մենք գործում ենք Հայաստանի Հանրապետության եւ միջազգային օրենքների սահմաններում, երբեք այդ սահմանները չենք խախտում։ Ինչ պետք է սահմանափակեն։ Անընդհատ, ասենք, ինչ որ զանգեր, հեռախոսազանգեր էր, հիմա արդեն հոգնել են ինձ բացադրել, որ ես պետք է, ասենք, ավելի հարմարվող լինեմ, ես հարմարվող չեմ։ Ով է զանգում։ Տարբեր մարդ։ Պաշտոնյաներ։ Պաշտոնյանը, իհարկե, հա։ Հիմա արդեն չեն զանգում։ Թե ԱԱՑ-ից։ Տարբեր։ ԱԱՑ-ից զանգում ասում։ Տարբեր։ Ճնշում են ձեզ։ Հիմա արդեն չէ։ Հոգնել են ինձանից, որտեվ հասկացել են, որ ես շատ ավելի Ճնակահացն զանգում ինչ է ասում է ինչ է այսպես մի ասեք։ Օրինակ կարամ բերեմ, ասենք, մի քիչ ավելի վաղուց։ Չէ, այս իշխանության օրոքից ասեք, պատերազմից հետո։ Լրիվ նույնն է։ Պետական չինովնիկները նույն մտածելակերպ ունեն, որտեվ նույն մարդիկ են։ Ռակիրովքեն որ անում են, որ թագավոր ու տորեն իրար հետ փոխում են, իրանք մեկը էլի զբաղացնում են այդ վերջից։ Լավ, բայց ինչ ասում ԱԱՑ-ն, որ զանգում է ձեզ։ Ասում է ԽՍՍ-ի, ասե ԽՍՍ-ի համ։ Ինչ օրինակ, ինչ եք ասում, որ դրանից հետո զանգում են։ Ասենք այսին նախադասությունը, որ ես միշտ ասում եմ, իրանք Ադրբեջան չեն, նմանատիպ բան։ Այսինքն ԱԱՑ-ն ասենք զենքը այտենց մի բռնի, ասինքն սենց բուժ արա, այն որ հայկական բանակում բուժի մակարդակը այն մակարդակի վրա չի, որ պատերազմական իրավիճակում մենք քիչ զոհ ունենանք, ես դրա մասին մշտապես բարձրաձայնում եմ եւ իմ օրինակով եւ մեր կազմակերպության օրինակով ցույց եմ տալի ոնց կարելի է անենց անել, որ մեր զոհերը պակասեն։ Օրինակ շատ ավելի կարևոր թեմա է, որ պատերազմի ժամանակ
վիրավորների եւ զոհվածների հարաբերությունները լինի սարսափելի մեծ տարբերությունով, ասենք 5 զոհվածի մոտ լինի 95 վիրավոր։ Այսինքն հիմա ԱԱՑ-ն կարող է զանգում է ձեզ Որ այս թեման ավելի կարևոր չի քո համար, դա զուտ դրա մասին է, որ դու այս թեմայի կարևորությունը չհասկացար։ Չէ, թեման ավարտենք, հետո մենք 100 հոգի ումը գյուլ են կպնում է, 50-ը մեր մոտ մեռնում է։ Հասկանում ես, նորմալ երկրներում գյուլ են կպնում է 100-ին, 5-ը, 6-ը, 10-ն են մեռնում։ Մեր մոտ 5, 10, իսկ միգուցե 15 անգամ ավելի շատ մարդ է մեռնում, մենակ դրա պատճառով, պրիտոմ չի զոհվում, մեռնում է, որովհետև բուժ պատրաստություն չեն անցել նորմալ։ Երբ որ ես նման բան ասում եմ, դրա հետ կապված կարան ինձ զանգեն։ Հիմա ուղղակի հոգնել են, արդեն մի տարի կլինի չեն զանգում։ Հոգնել են, տարի ու կես կարող։ Բայց որ Ադրբեջան չեք ասում, դրա համար զանգում են ձեզ։ Դե դա վերջի անգամ եղել է նման զանգ մի քանի տարի առաջ։ Ում մակարդակով է դա լինում, տնօրենի։ Ինչ որ մակարդակ։ Տնօրենի, փոխտնօրենի։ Ինչ որ մակարդակ։ Երբ որ ես հանդիպում եմ ունենում ու զրույց եմ ունենում, ես պահում եմ, էլի, ասենք, կոռեկտության, ոնց որ ասած, այն կանոնները, որ այդ խաղը արվում է, ես այդ կանոնները պահում եմ։ Եթե ինչ որ ուղեղ չունեցող կամ ասենք էթիկայի կանոններին ծանոթ մարդ չեղավ ու հետո ին վրա քար գլորեց, մի քանի օրինակ ասենք դու էլ գիտես։ Իր դաստիարակության խնդիրն է, իր էթիկայի կանոններին ծանոթ չլինելն է ու պետական շահերը պաշտպանելու շատ այլասերված պատկերացում ունենալն է։ Ես մի քիչ ավելի լավ գաղտնապահ եմ, քան շատ ու շատ պաշտոնյաներ։ Շատ ավելի լավ եմ իմանում պետական շահերը, ռազմական, ասենք, անհրաժեշտությունը։ Իսկ զանգում են, թե նաև կանչում են օրինակ։ Լինում էր, որ կանչում էին, լինում էր, որ զանգում էին։ Ավելի շատ զանգելը քիչ էր ելնում, ավելի շատ լինում էր հանդիպումը։ Հեռախոսով իմ հետ մի 3-4 հոգի շատ բարձր պաշտոնյաներ են եղել ու եղել է, որ ես հայվել եմ հեռախոսով։ ԱԱՑ-ից էին զանգում միայն, թե նաև օրինակ բերում։ Ես հասկանում եմ կոնկրետ անունը պաշտոն ես ասում, լսես։ Էլ եմ ասում, ես մի քիչ ավելի լավ եմ դաստիարակված։ Բայց ճնշումների մասին ինչի ժամանակին չեք բարձրաձայնել։ Ինչ բարձրաձայնը։ Իսկ ով ասում չեն բարձրաձայնել։ Եվ քան որ ԱԱՑ-ի Երբ որ ես ասում եմ խոսքի օրինակ, այսինչ պաշտոնյան անգրագետ է կամ ասենք մոլորության մեջ է մեզ մտնում։ Դա եղել է, ասենք, մի 2-3 տարի առաջ։ Դրանից առաջ խոսքի նմանատիպ բնական է, այդ մարդը պետք է ինչ-որ ձևով արձագանքեր, չէ՞։ Ու երբ որ իրան չգիտեմ ինչի տեղ դրած հեռախոսով այն զանգում ու փորձում ինչ-որ բան ասի, բնական է ես այդ վաղ դառնում եմ մի քիչ անդաստիրակ մարդ ու մի քիչ ավելի կոպիտ եմ խոսում։ Դրա համար կենթանի զրույցը մի քիչ ուրիշ է։ Պարոն Վարդանյան, եւ վերջերս քան որ ԱԱՑ-ից հարց բացվեց, ԱԱՑ-ի վրա ինչ որ հարցից ճոշին բան չստացվեց, դուք եք անընդհատ ԱԱՑ-ը անտառ։ Չէ, ամեն դեպքում դուք եք ասում, որ ցեզ զանգել են եւ Ես չեմ ասում, որ ինձ կոնկրետ որ կառույցն է զանգել։ ԱԱՑ-ի զանգելը հաստատել եք։ Ես ասում եմ, ես չեմ ասում կոնկրետ որ կառույցից են զանգում։ Հարցազրույցը կնայեք, ասում եմ տարբեր կառույցներից են զանգում, տարբեր։ ԱԱՑ-ի բան հաստատել եք։ Վերջին մեկ լավ էլի ԱԱՑ-ն էլ ՊՊՑ-ն էլ, ՄՑՑ-ն էլ, սաղ էլ զանգել են, զանգով հարց չեն կարացել լուծեն, սաղ էլ կենթանի զրույց ունեցել են, ես կամ ընդունել եմ իրանց ասածը, կամ էլ չեմ ընդունել, ամեն մեկս մեր մտքին ենք մնացել։ Թուրքերին թուրք ասելը ես էլի խնդրանք ա եղել, ասել եմ կներես չեմ կարա, փոքրուց այտենց եմ սովորել, ոնց որ կայնած զուգարան գնալը, ասենք, պամալինկում, այտենց եմ սովորել, փոքրուց, իրանք թուրք են իմ համար։ ԱԱՑ-ի հետ կապված ինչ էի ուզում հարցնել։ Այս վերջում ինչ որ հարցակում եղավ, հա, այդ վարվող առարկաները նետում էին ԱԱՑ-ի գլխավոր շենքի վրա։ Դա ուղղակի զուտ ինչ որ խուլիգանություն էր, թե դրա տակ պետք է ինչ որ չգիտեմ։
Չգիտեմ, ընդհանրապես ով է դա արել, ոնց որ թե ձերբակալված է։ Հա, Ես ընդհանրապես մինչև օգոստոս ամիս, օգոստոս չէ, մինչև անցած տարվա ամառ ԱԱՑ-ին բավականին վստահում էի։ Հիմա մի քիչ սկսել եմ քիչ վստահել։ Բայց մինչև այդ միշտ վստահել եմ, որովհետև ԱԱՑ-ն միշտ մարտի մեջ գտնված կառույց է։ Հետախուզություն, հակահետախուզություն, այդ այն կառույցներն են, որ թվում է թե պատերազմ չի այս պահին, բայց իրանք միշտ պատերազմի մեջ են, իրանք միշտ առաջնագծում են, անգամ են հակահետախուզությունը, որը ոչ խոսքի բան քրեական հետախուզության պես, ասենք, մեր փողոցներում այլ ինչ որ բան որոնում։ Իրանք միշտ մարտի մեջ են, ես դրա համար միշտ իրանց վստահել եմ, մի քիչ վստահությունը սկսել է պակասել այս վերջի ամառվանից հետո։ Ինչից հետո։ Դա ես իրանց ասեմ։ Ուղղակի այդ վախտվանից չեմ շփվում հետները։ Եվ Հայաստանի հատուկ ծառայությունները հայտնում են, որ այլ պետությունում, չտալով այդ պետության անունը, Հայաստանում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներին ճնշում են տվյալ պետության նաև հատուկ ծառայությունը, որպեսզի կան եւ այստեղ ընտրեն կոնկրետ քաղաքական ուժի, էլի չեն տալիս այդ կոնկրետ քաղաքական ուժի անունը, սա ինչպես կմեկնի։ Դա իմ թեման չի, բայց այն թվերը, որ լսում եմ, ծիծաղ առաջացնում են։ Ընդհանրապես կուրսի են սամալյոտի մեջ քանի մարդ համատում։ Դե մի քանի սամալյոտ կարող է գալ։ Մի քանի ավտոբուսներով են ասում բերել։ Լսել եմ 60,000, 80, 200 ինքնաթիռը, ասենք 150-200 հոգի մարդ ա բերում, այդ քանի 100 ինքնաթիռ պետք է ընդամենը մաթեմատիկայի հետ ընկերություն անողը այդ դարձերին մի քիչ անլուրջ կնայել այդ զրույցը։ Բայց դուք իրատեսական չեք համարում օրինակ, որ դե Ռուսաստանի մասին ասել։ Չէ, նախ մի հատ հիմար հարց տամ։ Եթե մեր Հայաստանի Հանրապետության քաղաքացին ապրում է ինչ-որ տեղ, ինքը իրավունք չունի քվեարկելու։ Չէ, բայց հիմար հարց ասում են, չէ, ասում են ունի, շատ լավ է, բայց դե որ ունի, վсё, այդ հարցերը ասում են փակվում։ ճնշումներով են գալիս։ Օրինակ, եթե գնացել է մեկը Իսկ եթե ավտոբուսով են տանում, ասենք ճնշումով չի։ Երբ որ ավտոբուսով տանում են ընտրատեղամաս, ճնշումով չի։ Հայաստանում նկատի ունեք։ Հա, դե ավտոբուսով էլ որտեղից պետք է բերեն։ Հա, լավ։ Կարան Ռուսաստանից եւ Թեհրանից, ասենք, ավտոբուսով գան։ Բայց հիմա կա այդ, որ Հայաստանում ավտոբուսներով տանում են քվեարկության։ Լավ է։ Ասում են վերացել է Լավ արդեն։ է։ Էդի ուրիշ մարդկանց հարցեր է, բայց հաստատ։ Բայց ամեն դեպքում Ռուսաստանը կցանկանաց ձեզ ազդել Հայաստանում ընտրությունների վրա, թե ոչ։ Ցանկացած երկիր մեզ շրջապատող եւ գեր երկիր մի քիչ ավելի հեռու գտնվող կփորձի ինչ որտեղ ազդեցություն ունենա Հայաստանի ընտրությունների վրա։ Գլխավոր բենեֆիցիարները ազդեցության թուրքերն են, Իրանը, հետո նոր գալիս է, ասենք, Ռուսաստանը, Անգլիան, Ամերիկան։ Ռուսաստանի համար մի քիչ ավելի կարևոր է եւ Անգլիայի համար, քան Ամերիկայի։ Ամերիկայի համար վերջո sense որ նայում ես, քամել կարևոր չէ, ինքը ռուսին կհրամայի, որ ստեղ ինչ որ բան կատարվի, թե անգլիացուն կհրամայի ինչ որ բան կատարվի։ Հա, ամեն մեկը իր փայ, ասենք, կամակորություն անելով, բայց մեկը ենթարկվելու է։ Պետք չի մոռանալ, որ աշխարհի հեգեմոնը Ամերիկան է։ Պետք չի մոռանալ, էլի դա։ Բայց հիմա նաև ասում են Ռուսաստանը անձանց է ուղարկել այս ընտրություններին մասնակցելու համար։ Ինչ անց հատուկ տեխնոլոգների։ Չէ, քաղաքական գործիչների Սամվել Կարապետյանի անունն են տալիս այդ կոնտեքստում։ Դա այն դաշտը չի, որտեղ ես պետք է խոսեմ։ Բայց նայողը կհասկանա էլի։ Ես որ բարձ տեսնում եմ։ Ռուսական հետք տեսնում եք։ Այն ինչ որ ես տեսնում եմ, իմ մասնագիտության եւ իմ սֆերան չի։ Ես հա տեսորական քաղաքացի եմ լինելու, իսկ իմ բարերը այդ սֆերայի մեջ շատ են քաղաքականացնելու, իսկ մի հատ հասարակ բան ասեմ։ Եթե ես ավելի թույլ կառույց ղեկավարեմ, ժուրնալիստ Նարեկը Կիրակոսյան շատ է շահելու։ Չէ՞ որ ես պատրաստում եմ, ասենք, զինվորական գործին, ասենք, ծանոթ մարդկանց
որ մի քիչ ավելի շատ մարդ զոհվի մարտի դաշտում եւ թուրքը այդ իրանց զոհված տեղով միջև քո տուն գա հասնի հենց ընդրա պատճառով որ ես մի քիչ մարդ պակասացնեմ պարապացնեմ դժվար շահես չէ դու իսկ երբ որ ես ինչ որ քաղաքականացվող բաներ եմ ասում դա մի քիչ պակասացնում է իմ մոտ պարապողների թիվը որտեղ շատ քաղաքականացված ենք անբնական մի հատ օրինակ բերեմ այն գումարտակը որը ես ղեկավարել եմ ոմա գումարտակը գլխավոր շտաբի պետից հրահանգված 99-223 զորամասը մենք այնտեղ համ դաշնակցության կուսակցության անդամ ունենք համ հանրապետական կուսակցության անդամ ունենք համ հեղափոխության պահապաններ ունենք երևի գիտեք ովքեր են չէ ասենք առաջինը մյուսը ունենք ասենք դրսից եկած գումարտակի 1/3-ը Սփյուռքից եկած մեր հայրենակիցներ, այդ ընտրելու վերաբերյալ է, ուրեմն իրանք ով եկել է պատերազմել է, արունով հարկը տվել է, ունենք տարբեր կրոնական, ասենք ներկայացուցիչներ գումարտակում կռվող, ասենք հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչներ ունենք զոհված, ասենք ոմայական կա, որը որ ցեղակրոնով էր ղեկավարվում եւ հայտարարում էր, որ ինքը հեթանոս հայ է, ասենք Արտուրը եւ ունենք, ասենք եվանգելիստ եկեղեցու ներկայացուցիչ եւ ֆրանգ ունենք Հիմա որ իմ խոսքի պատճառով իրանցից մի քանիսը կռվի դաշտ չգան կամ չգան քաղաքական թեմա շրջանցենք, որ ձեր գումարտակը չպակասի։ Շնորհակալություն։ Վերջին որտեղ դա իմ տան ապահովությունն էլ է, էլի ոնց որ քոնն առաջ։ Վերջին թեմաները ԱՊՆ-ն հերքում է ադրբեջանցիների Գեղարքունիքում Հայաստանի տարածքում նոր դիրք դնելը անցած տարվա օգոստոսին, սակայն բացի քաղաքական ուժերից նաև հետաքննող լրագրողներն են այդ տեխնոլոգիաների միջոցով Google-ով, ամերիկյան այդ Planet համակարգով ցույց տալիս, որ ամեն դեպքում դիրքերից մեկը օգոստոսի ընթացքում դրվել է առաջ, մի մասը Հայաստանի տարածքում։ Դուք այս մասով ինչ Այնտեղ մի քիչ ուրիշ բան է կատարվել։ Այնտեղ ոնց են մեկնաբանում դա ուրիշ բան է։ Ուրեմն ես ոնց հասկացա, պարոն Թաթյանը հայտարարեց, որ գրավված, օկուպացված Հայաստանի Հանրապետության հողում դիրքեր են ամրացրել։ Ինքը ճիշտ է։ Ոչ թե նոր առաջ են եկել, այլ են որ վերցրել էին 21 թվականին կոնկրետ այդ հատվածը եւ միտեղ 22 թվականին, ատե ամրաշինական աշխատանքներ են կատարել։ Գեղարքունիքի եւ ասենք Վայքի ուղղությունների վրա դա անհերքելի փաստ է ու քանի որ մեր մոտ բավականին ժողովրդական զինված ուժեր է մեր ժողովուրդը դրա մասին գիտի ուղղակի ինքը սիրում է բանը ջայլամի պես երբ որ մի քիչ դիսկոմֆորտ հերքեց ինչ կապ ունի ինքը ինչ քարտեզը ցույց տվին ասին հենա դիրքը տեսեք իրանց տարածքում եթե ինքը առաջ է եկել խոսում առհասարակ բան ասա եթե թուրքերը 21 թվականին եկել են կուտ ուղղությամբ ընդհանրապես քարտեզի վրա որ նայում ես ու բնական էլ գիտեինք ու 90 թվականին էլ ասենք իջել ենք Խարվաճառի ձորերը որպեսզի հասնենք թուրքական հող իրանք ձորերում էին հիմա իրանք պլատոյի վրա են բարձրացել են այն բարձրավանդակը որի մեջ ասենք Սևանի լճի թասն է գտնվում իրանք բարձրացել են վերև դա նշանակում է արդեն օկուպացված մեր տարածքներում են հիմա իրանք այնտեղ ինչ դիրք էլ անեն հիմա չէ բաղուց են արել ամրաշինական են արել խոսքի բետոնապատել են 1-1.5 տարվա մեջ դա ոչ մեկի համար գաղտնիք չի նույնը եղել է ասենք ալլաճերի ուղղության վրա նույնը եղել է ասենք ջերմուկը գոնե հո սաղ գիտեմ եթե շատերը կուրորեն ասենք բանա ինքնախաբեությունով էին զբաղված ու երբ որ թուրքերը բոքս կպնելով զինվորների հետ ասենք իրականում բռնցքան մարտերով էին առաջ գալի Գեղարքունիքի ուղղության վրա 21 թվականին 22 թվականին Վայքի եւ Կապանի ուղղության վրա իրանք եկան սպանելով, հրազեն օգտագործելով։ Գիտենք, չէ՞ որ առաջ են եկել իրանք։
Հիմա այնտեղ գիտեք ինչքան դիրք կա, շատ դիրք կա։ Ու ցանկացած դիրք, եթե մի հատ բահով այս բահին խփում են, Թաթոյանը ճիշտ է։ Որովհետև ամրաշինական աշխատանք է մի հատ բահով գետնին խփելը, մի քիչ հողը էսյան, էյան տալը կամ ցեմենտա բետոնով ինչ որ խառնուրդով, լուծույթով մի հատված ամրացնելը։ То есть Թաթոյան այդ առումով ճիշտ է։ Մանիպուլյացիայի էլեմենտ կա, կարա տենց ասենք ներկայացնի իշխանությունը, նաև պաշտպանության նախարարությունը, կա էլեմենտ, որովհետև դա 22 թվականին, 21 եւ 22 թվականներին գրաված է, բայց օկուպացված Հայաստանի Հանրապետության այն գծագիրը, որ ցույց են տալի կամ նկարը քարտեզից վերցրած, այդ տարածք ներխուժած տարածքներում թուրքերը բազմաթիվ պոստեր ունեն, մի հատ չի, երկու հատ չի։ Դա իրականությունն է, ոնց կարելի է իրականության դեմ վիճել, ես չգիտեմ։ Մանիպուլյատիվ են ասեք, որ մանիպուլյատիվ է, դա նոր չի վեկալվել, դա վերցրել են 21 թվականին, 22 թվականին այս տարածքն են վերցրել։ Դիրքերը թուրքը դեբիլ չի, մեր նման ասենք, որ դիրքերը չամրացնի, ճանապարհները չբարելավի, ինքը բարելավել է, բարձրասարը ջերմուկից որ նայում ես բարձրասարին, այդ բարձրասարը գագաթով չէ սահման, այդ բարձրասարի հետևով է գնում։ Իսկ հիմա իրանք բարձրասարի դեմը նայում ես, տենում ես ճանապարհներ է սարքել, դիրքեր ունի վառված սարի վրա կամ Արջասար են ասում մի հատ բլրակավորը, որ 22 թվականին մենք հենց իր դեմը դիրքեր ունեինք, կոնկրետ այն խումբը, որը որ ոման էր կոմպլեկտավորել ու ավելի շուտ գումարտակը։ Ուզում եմ ասեմ, մի քիչ խիլամիտ է պետք լինել, ասենք, այդ հարցերում։ Եթե ինչ-որ մեկը քեզ ասում է դու կոշիկներդ սխալ ես հագել աչն ու ձախը, կարելի ասել հա շնորհակալություն, փոխել դզել։ Ոչ թե ցանկացած ասացի վրա հարձակվել։ Իմ խոսքերի վրա էլ մեկ-մեկ հարձակվում էին, նաև կարող է հիմա հարձակվեն, այն դեպքում եթե ես ճշմարտություն եմ ասում, ոնց կարելի է ասենք ճշմարտության վրա հարձակվել։ Մանիպուլյատիվ եթե օգտագործեմ այդ բաները, իրականությունը, փաստը ներկայացնելուց, այդ վաղ կարաս ասես, որ դա մանիպուլյատիվ ես օգտագործում, այս հատվածը ճիշտ է, բայց դու մանիպուլացնում ես, ոչ թե ուղղակի հայտարարես, դա մանիպուլյացիա է։ Չէ, դա ոչ մի բան չի տալի։ Որտեղ մանիպուլյացիան շատ մարդիկ դա դոզգույնի չեն էլ հասկանում ինչ է նշանակում։ Դա նշանակում է, ասենք, իրականությունը, փաստը մի քիչ ուրիշ անկյան տակ ներկայացնել։ Մի քիչ։ Շնորհակալություն, պարոն Վարդանով, հարցը։ Ես եմ շնորհակալ։